Մոսկվային նյարդայնացրել է Գարեգին Նժդեի արձանի տեղադրումը Երևանի կենտրոնում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ զարմացած է այդ փաստից, քանի որ նրա բնորոշմամբ Նժդեը Վերմախտի հայկական լեգիոնի հիմնադիրներից մեկն է, իսկ նրա արձանի տեղադրումը Երևանում նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության հերոսացում։ Ժիրայր Սեֆիլյանը ազգային դիմադրության կոմիտե է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ։ Սեֆիլյանի խոսքով ժողովուրդը պետք է մոբիլիզացնի բոլոր ռեսուրսները, քանի որ իշխանությունը նրա բնորոշմամբ հանցավոր անգործության է մատնված։ Ինչ վերաբերում է վերջերս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանին, Սեֆիլյանի կարծիքով իշխանությունը նրան ժամանակին չպետք է թույլ տար հեռանալ Հայաստանից։ Որոնք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում, շատ լավ հասկանալով Ադրբեջանի այստեղ հակառակորդի ինչպիսի հնարավորությունների են վերաբերում նրանք Ռուսաստանում։ Ով էր երաշխավորում, որ Սամվելի որևէ բան չէր կատարվելու այնտեղ։ Վերջապես բոլորս գիտենք, որ մարդը պետական բարձր պաշտոնը զբաղեցնելով նաև դիրապետում է պետական քաղաքների։ Ինչպես կարելի է թույլ տալ այդ մարդուն բարձրացված բացակայություն Հայաստանից։ Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբեն Արաքելյանը հունիսի 13-ին կտեղափոխվի Գերմանիա։ Ռուբենին նախ Մոսկվա կտեղափոխեն, այնտեղից էլ Դյուսելդորֆ, որտեղ նրան կդիմավորի Բոնի համալսարանին առընթեր կլինիկայի ռեանիմոբիլը։ 19-ամյա Ռուբենը, որը ծնողների միակ զավակն է, ողնաշարի ծանր վիրավորում էր ստացել, ինչից հետո նրա վերջույթները գրեթե անշարժ են։ Սակայն գերմանացի բժիշկներն ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը։ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի մայրը, որի աչքի առջև սպանել են որդուն, առերեսվել է մեղադրյալ 26-ամյա Խաչիկ Կոսյանի հետ եւ հաստատել, որ հենց նա է եղել որդուն ծեծողներից մեկը։ Մյուս հետախուզվողներին էլ 75-ամյա կինը ճանաչել է լուսանկարներով։ Կնոջ պատմելով կռիվը հրահրել է հենց հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանը։ Տիկինասյան օգնության է կանչել։ Քիչ անց տեսել է, որ 3 հոգի մոտենում են, սակայն օգնելու փոխարեն նրանք հրել են կնոջը եւ սկսել են բութ գործիքով ու ոտքերով հարվածել Եղիշեին։ Մինչդեռ Խաչիկի հայրը վստահեցնում է, որ իր որդին այդ օրը ծեսկրտուքին չի մասնակցել, ոչ էլ ականատես է եղել։ Նրա խոսքով Խաչիկն այդ պահին եղել է ավտոսպասարկման կետում, դեպքի վայրից 60 մետր հեռու եւ հասել է այն պահին, երբ Եղիշեն մահացած է եղել։ Նշենք, որ Խաչիկ Կոսյանի հայրը արդարադատության փոխգնդապետ է, իսկ Խաչիկը ԴԱՀԿ ծառայության աշխատակից։ Նրա գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Արտարոս դեպք է գրանցվել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց է դիմել 58-ամյա տղամարդ ճճվակալած վերքերով։ Գևորգ Կոշկերյանը ընդունվել է ծանր վիճակում, միանգամից տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Նրա ձախ նախաբազկի խոր վերքը եղել է ինֆեկցված եւ ճճվակալած։ Տղամարդու պատմելով մի քանի օր առաջ իրեն ծեծի են ենթարկել։ Հարազատները նրա տեղը չեն իմացել։ 3 օր անց գտել են խոշտանգված անգիտակից ծայրահեղ ծանր վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց։ Էրեբունի հիվանդանոցում ասում են նման վերքերով հիվանդ նախկինում չեն ունեցել։ Սպանվել է ամերիկացի երգչուհի Քրիստինա Գրիմին։ Ամերիկյան The Voice նախագծից հայտնի դարձած երգչուհին մահացել է հրազենային վիրավորումից։ Օրլանդոյում համերգից հետո երգչուհին ինքնագրեր է բաժանել, երբ նրան մոտեցել է անհայտ տղամարդ, կրակել նրա վրա, ապա ինքնասպան եղել։ Երևանի Կասյան փողոցի հարակից տարածքում բացվել է գյուղատնտեսական մթերքների ավանդական տոնավաճառը, որտեղ ամեն շաբաթ եւ կիրակի օր գյուղացիները կարող են առանց տեղի համար վարձ վճարելու վաճառել իրենց գյուղմթերքը։ Շուկայի առաջին այցելուներից էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ քաղաքապետ Տարո Մարգարյանը։ Նրանք շրջել են տոնավաճառում գնումներ կատարել։ Սերգո Կարապետյանը ծանոթանալով մթերքի գնին, գյուղացիներին հորդորել է ավելի էժան վաճառել դրանք։ Գյուղացիները համաձայն չեն, որ գինը բարձր է։ Նրանց խոսքով ցրտահարության եւ կարկուտի պատճառով այս տարի բերքն ավելի քիչ է, սակայն քանի որ թանկ չի վաճառվում, ստիպված են ցածր գնով վաճառել։ 1000 դրամ գիլասը, 500 խնձորը, 500 սպիտակ գիլասը։
Իսկ անցած տարի ինչքան եք վաճառել։ Անցած տարի վաճառել եմ 700, սպիտակը 600։ Այսինքն ավելի էժան է։ Այս տարի բերքի քչության հետ նաև էժան է։ Եվրո 2016-ի բացման օրը բախումներ են տեղի ունեցել երկրպագուների միջև։ Ֆրանսիայի Մարսել քաղաքում Անգլիայի հավաքականի ֆանատները բախվել են նախ ոստիկանների, ավելի ուշ ռուս երկրպագուների հետ։ Ձերբակալվել են տասնյակ ֆանատներ։ Նշենք, որ առաջին խաղում Անգլիայի հավաքականը մրցելու է ռուսների հետ։ Այսօր աճել է միայն դոլարի փոխարժեքը, մյուս 3 հիմնական արտարժույթներինը նվազել է։ Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը 7.38, եվրոինը 538, ֆունտինը 686 դրամ։ Երևանում հունիսի 12-ին առանց տեղումների եղանակ է սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի, իսկ վաղը ցերեկը +30-ի։